00073 կոտրակ 02 կոտրակ 25 քաղաքացիական գործի քննություն ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ընդդեմ Արտակ Վարսեղյանի, Աննա Վարսեղյանի, Մանան Վարսեղյանի, Արտուր Գրիգորյանի ապօրինացնող պույթի բռնագանման պահանջի մասին դատական նիստերի քարտուղարին ընդունում զեկուցել դատարան Թուրքիայի ներկայացած դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նաիրա Արտաշեսյանը, պատասխանող Արտակ Վարսեղյանը, պատասխանողների ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը եւ դատական նիստերի դահլիճում ներկայ իրավաբան Կենտնետի օպերատոր Վարդան Մանուչարյանը վերջինս ցանկանում է կատարել դատական նիստի տեսանկարը։ Ինչ կարծիք եք կողմերը, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարահանվի։ Պարոն Հակոբյան, պարոն Վարսեղյան։ Մենք կարողանում ենք դատարան ոչ ես ոչ վստահով։ Ձեր մասով միայն։ Պարոն Վարսեղյան։ Ձեր մասով։ Այսինքն կողմ եք, որպեսզի ձեզնից բացի տեսանկարահանվի դատախազը եւ դատարանը։ Այսինքն ձեզ տեսանկարահանեն։ Անձամբ ես խնդիր չեմ տեսնում։ Պարոն Վարսեղյան, դուք դատավորին քարտարում տեսանկարահանումը, եթե դուք ձեր մասով եք առարկում, որտեղ ձայնագրառումը ամեն դեպքում ընդհանուր կարգով է, գիտեք, որ դա չի սահմանափակվելու։ Հիմա տեսանկարահանման տեսանկյունից, եթե ձեր պատկերի մասով եք առարկում, հնարավոր է, որ այո, միայն նկարահանվի դատարանը եւ ուրեմն դատախազը ձեր պատկերը չերևա։ Ձեր մասով առարկում եք միայն։ Շատ լավ։ Լսելով կողմերի դիրքորոշումները, հաշվի առնելով, որ պատասխանողները եւ վերջիններիս ներկայացուցիչը առարկում են, որպեսզի իրենց տեսանկարահանվի, դատարանը թույլատրում է դատական նիստի տեսանկարահանումը պայմանով, որ պատասխանողները չհայտնվեն տեսանկարահանման նյութում։ Տիկին Արտաշեսյան, նախորդ դատական նիստ հետաձգվել էր հաշվի առնելով, որ հայցի առարկայի հստակեցում պետք է իրականացնեք, պատրաստ եք։ Հարգելի դատարան, ես դատարանին հայտնեմ, որ նախորդ դատական նիստը այո հետաձգվել էր հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն ներկայացնելու համար, բայց այս դատական նիստին պատրաստ չենք ներկայացնելու հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը, որովհետեւ որոշակի տեխնիկական խնդիր էր առաջացել մեզ հարգելի դատարան մոտավորապես 10 օր ժամանակ անհրաժեշտ կլինի, որտեղ հաշվարկները այս փուլում վերջնականացման փուլում են եւ նկատի ունենալով, որ նաեւ հավելյալ եւս 5 աշխատանքային օր անհրաժեշտ կլինի, որպեսզի գրավոր տեսքի բերենք եւ ներկայացնենք, այդ մասով հավելյալ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության մասով հավելյալ 10 օր ժամանակ է անհրաժեշտ հայցվորին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա մեր կարծիքով դատավարական գործողություն, որը կարող ենք այս դատական նիստին իրականացնել, ես ունեմ միջնորդություն ներկայացնելու որոշակի անձանց, որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձների գրավելու վերաբերյալ կողմին եւ դատարանին օրինակը տրամադրեմ։ Ձեր դեպքում հրապարակել եմ հարգելի դատարան միջնորդությունը։ Հարգելի դատարան, ներկայացված հայցադիմումով հայցվորը իր վստահելի պահանջը ներկայացրել նաև Մանլիս ՍՊ ընկերության եւ Հիստորիկոս ՍՊ ընկերության մասնակցությունների բռնագանման մասին եւ հաշվի առնելով, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի առաջին մասը կարգավորում է մտեջի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձանց կարգավիճակը, մասնավորապես նշում է, որ երրորդ անձին կարող գործունեություն հայտնել կամ պատասխանելու կողմում, ինչը դատականության ավարտը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների եւ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների պարտականությունների ծագմանը եւ նաեւ 38-րդ հոդվածի 4-րդ մասն է վկայակոչված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց մասնակցությունների հնարավոր բռնագանման դեպքում իրավաբանական անձի մասնակիցների հանդեպ ունեցած իրավունքների պարտականությունները կարող են փոփոխվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված իրավաբանական անձանց ներգրավել սույն վարույթին որպես երրորդ անձ, հաշվի առնելով այս հանգամանքը եւ ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով եւ 38-րդ հոդվածի 4-րդ մասով դատարանին խնդրում ենք թիվ ՀԿԴ կոտրակ 073 կոտրակ 02 կոտրակ 20 քաղաքացիական գործով որպես վեճի առարկայի նկատմամբ
բաժնեջ ներկայացնող երկանց ներգրավել Historical Travel ընկերությունը տվյալները ներկայացված են միջնորդյանիկից եւ Մալի ՍՊ ընկերությունը եւ միջնորդյանիկից տրամադրված է նաեւ դատանի եւ կողմերի երբանական անձանց պետական միասնական գրացամատներից քաղված հարգելի դատան նաեւ մանավանդ ավելացեմ, քանի որ հայցադիմումը որպես այդպիսի մռնականացման պահանջ ներկայացված է նշված իրավաբանական անձանցում 100% մասնակցությունների բռնականացման պահանջի վերաբերյալ, հետևաբար կարծում ենք, որ կայացվելիք դատական ակտը առավել ազատություն է ունենալու նշված իրավաբանական անձանց եւ կողմ հանդիսացող եզերքում եթե բռնական զույգ իրականացվի Հայաստանի Հանրապետության իրավունքների հետ կապված, դրա համար կարծում ենք, որ որպես իրավական ներգրավելու անհրաժեշտություն կա։ Բացի ներկայացված միջնորդությունից հարգելի դատարան, եթե հայցի հիմքի եւ առարկայի պարզման ուղղված կան այնպիսի հարցեր, որոնք ոչ են խոչընդոտում ըստեյության հաշվարկի ներկայացումը չի խոչընդոտում այդ հարցերի պարզաբանումը, մենք բնականաբար պատրաստ ենք այս դատական նիստին այդ հարցերը պարզաբանելու։ Այսքանը ավարտեցի վերաբերել, այո։ Դիրքորոշում միջնորդության կապված կամ հարցեր։ իրավաբանական անձի մասնակիցների հանդեպ որ իրավունք է կամ որ պարտականությունն կարող է փոխվել բաժան մասը պետության Պարոն Հակոբյան, քանի որ ըստեյության իրավաբանական անձի որպես ՍՊ-ի եւ մասնակիցների հարաբերությունները համենքով պատասխանությամբ ընկերությունի մասին օրենքով կարգավորվում են, հետեւաբար եթե այդ օրենքով կարգավորվում են նաեւ մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները եւ ըստեյության նաեւ ՍՊ-ի կարգավիճակը, այս համատեքստում, եթե օրինակ պահանջի բռնական զույգ պահանջը բավարարվի գլխավոր տեղեկատվության եւ տեղի ունենա օրինակ սեփականության իրավունքի անցում Հայաստանի Հանրապետության, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դառնա նշված ՍՊ-ի մասնակից, հետևաբար ընկերությունը որպես այդպիսի կարգավիճակ ունեցող, առանձին կարգավիճակ ունեցող ընկերությունը, այս դեպքում մասնակիցների նկատմամբ, մասնակիցը քանի որ փոխվում է, մասնակցի նկատմամբ ունի որոշակի պարտավորություններ, այսինքն մասնակիցը օրինակ ցանկանում է ծանոթանալ ՍՊ-ի ընթացիկ գործունեությանը կամ ՍՊ-ի ներքին փաստաթղթերին եւ այս դեպքում համապատասխան պատասխանությամբ ընկերությունը որպես առանձին սուբյեկտ կարծում եմ պիտի հնարավորություն ունենա հասկանալու թե ով է հանդիսանալու մասնակիցը այդ ՍՊ-ի եւ բացի դրանից ՍՊ-ի մասով նաեւ նշեմ, որ մենք հարցում ենք իրականացրել նշված երկու ընկերություններին որոշակի փաստաթղթերի հետ կապված եւ այդ մասով նույնպես առնվազն այս դատական նիստին քննարկվելու են որոշակի հարցեր, որը վերաբերում է հենց ընկերության ներքին փաստաթղթաշրջանառության վերաբերյալ հաշվետվությունների ընկերությունում իրականացվող գործընթացների, ներդրումների, փոխհարուցումների վարկերի եւ այլնի վերաբերյալ եւ կարծում եմ, որ այդ մասով նույնպես ՍՊ-ի իրավունքներին կարող է առնչվել։ Եթե այլ հարց կա։ Դիրքորոշում։ Հարգելի դատարաններ, ՍՊ-ի իրավունքներին և պարտականություններին մասնակցի փոփոխությունը չի անդրադառնում, ինչու, որովհետև բոլոր այն իրավունքներն ու պարտականությունները, որը կան ներկայիս մասնակցի փոփոխության դեպքում միանշանակ անցնում է նոր մասնակցին եւ դա օրենքով կարգավորված հարաբերություն է, բացի այդ ուզում նշել նաեւ, որ որոշ անգամ բաժանմասի առողջապահ դեպքում երկու դենոք եւ վաճառող դեպքում են եւ ընկերությունը որևէ կերպ կարգին անմիջական են ինչի մասնակցում են իմաստով, որ կամահայտություն չունի եւ այս իմաստով ես չեմ դիտում, որ իրավունքների մասնակիցների հանդեպ իրավունքների պարտականությունների թեև
Արարքելի պարտքեր չունեմ, և մի անդամոտ ևը հնարավոր եմ համանում միջոցի գետության որոշակի իրավունքների սահմանափակումը պետության և պետությունը դառնում է մասնակից, հենց միայն այդ նկատառումով դերևս չեմ առարկի ինչու, որովհետև արկայ է արդեն 100% պետական մասնակցություն որոշակի պետական սահմանափակումներ կա, համազրակ օրինակը դեպիների հետ կա։ Շատ լավ, ավարտեցիք, ավելացնելու բան չունեք։ Լավ, իսկ հաշվի առնելով, որ հայցի առարկայի հիմքի փոփոխության միջնորդությունը պատրաստ չէ և դրանով պայմանավորված ժամկետ է խնդրում հայց որը ու նաև եթե գործող հայցի առարկայի հիմքի հետ կապված որևէ հարցեր ունեք, կարող եք տալ, որոնք որ հաշվարկներին չեն վերաբերում, կան այդպիսիք բաներ։ Գործող հայցի առարկայի հիմքի հետ կապված հարցեր, որոնք որ հաշվարկներին չեն վերաբերում, այլ ընդհանուր պրոցեսի հետ կապված։ Դուք ունեք պարոն Վարդանյան։ Մինչև այս պահը ելած հայցից հենց ես չկարողացա հասկանալ այդ բանջողումները ինչից է բաղկացած։ Հարց ես միջնորդության հետ կապված ունեմ։ Երբ անցանք սկսել ես գործի քննությունը, բաղաքննությունը, եթե կարող է չեմ հիշում, հիշումս իրանց առաջին դատականիստի մեր ներկայել։ Հայցադիմում մարտին է ներկայացվել, պարոն Վարդանյան։ Դատականությունը որ սկսվում Վախեն մայիս։ Առաջինից ես եմ հիշում, բայց հայցադիմում մարտին է ներկայացվել։ Հունիս, հիմա հոկտեմբերն է, հունիսից մինչև հոկտեմբերն վերջանում, քան նիստ ենք ունեցել ու այդ նիստերի հետաձգումները ինչքան հիշում են պայմանավորված եղել նույն հարցի հետ կապված, ուզում հասկանալ, քանի տարի է պետք, որ այս հաշվարկը դուք կարողանաք անել, վերջնական հայց ներկայացնեք, մանչ ներկայացնեք, ես հասկանալ ինչի դեմ պայքարեն, ինչի համար պայքարեն։ Երևի երրորդ կամ չորրորդ նիստն է, նույն պատճառաբանությամբ հայց որ կողմը միջնորդում է հետաձգել ամեն անգամ ասել է, որ 5 օրապետ, 10 օրապետ, գալիս ենք մի ամիս հետո դատականիստին, նորից նույն միջնորդում, նույն հիմնավորման, ուզում հասկանալ ինչ նախանցել է։ Ես պարզաբան եմ, պարոն Վարդանյան։ Նախ առաջին դատականիստը չի հետաձգվել, առաջին դատականիստին պատասխանել եմ ձեր հայցի հիմքի առարկային պարզմանն ուղղված հարցերին։ Դուք հարց եք բարձրացրել հաշվարկների հետ կապված, ես նշել եմ, որ այս պահի դրությամբ կոնկրետ այդ առաջին նիստի ժամանակահատվածում հաշվարկների վերաբերյալ դեռևս ամբողջական չէ, որովհետև կան տվյալներ բանկային, որոնք հայցադիմում արտացոլված չեն։ Բանկային տվյալները ստացվել են 25 թվականի ապրիլի 2-ին, ապրիլին և մարտի 27-ին, այսինքն մինչև այդ մեր տիրապետության տակ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները չեն եղել։ Ապրիլի 2-ից հետո նշանակված է եղել նաև որոշակի գույքերի, որոնք որ բավականին շատ է, կարծեմ 6 թե 7 գույքի ներդրումային արժեքի վերաբերյալ փորձաքննություններ։ Փորձաքննության արդյունքները ստացվել են օգոստոս ամսին, հստակ օրը չեմ հիշում, այս պահին, բայց փորձաքննության արդյունքները ստացվել են օգոստոս ամսին։ Դրանից հետո մեկ դատականիստ է եղել, որտեղ քննարկվել է ձեր կողմից ներկայացվել է ձեր կողմից միջնորդում հայցի ապահովման միջոցի վերացման կամ ձևափոխման վերաբերյալ, մենք խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք ձեր միջնորդությանը և ներկայացնենք գրավոր առարկություն, հաջորդիվ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մենք ներկայացրել ենք գրավոր առարկություն, նախորդ դատական նիստին ենք խնդրել հետաձգել, որպեսզի ամբողջացնենք հաշվարկները և ներկայացնենք, և այս դատական նիստին ես նշեցի, որ վերջնական փուլում է արդեն և 10 օր ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հաջորդիվ ներկայացնենք փոփոխությունը։
Բայց նաև այս դատական նիստին կար միջնորդություն, որ ներկայացրեցի, այսինքն կա դատավարական գործողություն ըստ մեզ որ անհրաժեշտ է իրականացնել եւ այս դատական նիստին բնականաբար նաև պատրաստ են պատասխանելու ձեր կողմից հնչեցված հարցերին։ Եթե ձեզ անհրաժեշտ է հասկանալ, թե դրամական պահանջը հայցադիմումում ինչ բաղադրիչներից է բաղկացած, պարոն Բարսեղյան, մենք բնականաբար, քանի որ թվերը փոփոխության է ենթարկվելու, դրա համար չեմ տրամադրել Excel ֆորմատով հայցվորի աշխատանքային ֆայլը, որպեսզի ավելի տեսանելի լինի, թե որ թիվը ինչից է առաջացել, բայց հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությանը կից ես կտրամադրեմ նաեւ Excel ֆորմատով ֆայլը, որտեղ կլինի երկու առանձին սյունակ, առաջին սյունակը պարունակում է տվյալներ բանկային գաղտնի կազմող տեղեկությունների, հստակ հաշվի համարի քաղվածքների անձանց վերաբերյալ, այդտեղ հստակ օրերով, ամիսներով կտեսնենք ինչ գործարքներ են կատարվել եւ երկրորդ սյունակը պարունակելու է տեղեկություններ արդեն ընդհանուր տարեկան կտրվածքով ձեր բանկային շարժի եւ մնացած ձեռքբերումների վերաբերյալ։ Հասկանում խոսեցիք ընդհանուր, որ ապացույց որ ես ճիշտ չեմ ասում, բայց ես նորից եմ ասում։ Ես չեմ ասում, ճիշտ եք ասում, կամ ես պարզաբանում եմ ինչ է եղել 4 նիստին։ Սա 4-րդ նիստն է, առաջին ասում եք ձեր միջնորդության չի հետաձգվել, բայց ասում եք դուք հարցրել եք ինչից է բաղկացած այդ գումարը։ Ես չեմ կարծել ասել ես դրա համար պարզաբանումներ ա պետք, չգիտեմ, այս հաշվարկն ա պետք, այն հաշվարկն ա պետք։ Դուրս եկավ այդ մի նիստը էլի նույն պատճառաբանությամբ հետաձգվեց, սրա նախորդ նիստը ձեր միջնորդության նույն պատճառաբանությամբ, հիմա երրորդ նիստը նորից նույն պատճառաբանությամբ։ Միշտ եմ ես ասում, հասկանում 3 տարի դատախազությունը ժամանակ ուներ ուսումնասիրություն կատարելու, հաշվարկներ կատարելու, փորձաքննություններ նշանակելու 3 տարի վաղուց ավարտվել է։ Իսկ այս միջնորդությունը այսօրվա երրորդ անձ ներգրավելու ինչից հետո առաջացավ ձեր մոտ, որ պետք է միջնորդեք, ինչ տեղի ունեցավ, որ որոշեցիք, որ սպաները պետք է երրորդ անձ ներգրավեն, ինչի։ Դատավարական պրոցեսը պարոն Բարսեղյան ոչ մի բան տեղի չունենում, կա քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 167-ով հոդված, որտեղ նշված է, թե ինչ գործողություններ պիտի իրականացվեն նախնական դատական նիստի ընթացքում։ Ես գիտեմ դատավարության օրենսգիրքի ինչ ասում, այս նույն միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին նիստին, չէ՞ ոչ մի բան։ Առաջին նիստին մենք հայցի հիմքի ավարակայի պարզմանով հարցեր եք քննարկել, ես պարզաբանեցի։ Այսինքն եթե հարցը քննարկում ենք այս միջնորդությունը առաջին նիստով չենք կարող ներկայացնել քննարկել։ Պարոն Բարսեղյան, ժամանակային սահմանափակում կամ հստակ ամրագրում չկա, որ առաջին նիստին հենց պիտի ներկայացվի այդ միջնորդությունը։ Հալավալասնի բանուն եք։ Ես չունեմ։ Այսօրվա դատական նիստը հետաձգելու հետ կապված դիրքորոշում ունեք։ Պարոն Բարսեղյան։ Որ առարկի պարոն Բարսեղյան ինչ-որ բան փոխվել է, ուզում եմ հասկանալ, ինչքան ժամանակ է վերջնականապես անհրաժեշտ հայցվորին, որ պահանջ ներկայացնում է վերջնական։ Պարոն Բարսեղյան, ձեզ պարզաբանեմ, եթե դուք առարկում եք եւ միևնույն ժամանակ նշում եք, որ պատրաստ եք շարունակել դատավարական գործողությունների կատարումը այնպես ինչպես որ կա, դատանի համար եւս նշեմ, որ ընդունելի չէ, որ անընդհատ ձգվում է հայցի առարկայի հիմքի միջնորդության ներկայացումը հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստը եղել է սեպտեմբերի 22-ին։ Ըստ էության 1 ամիս առաջ է տեղի ունեցել եւ ուրեմն դատանը տրամադրել այն ժամանակը, որ ներկայացուցիչը խնդրել է։ Հիմա եթե դուք կարող եք դատավարական գործողությունը կարող եք շարունակել, մնացած դատավարական գործողությունը կարող եք շարունակել։ Դուք պատրաստ եք ձեր առարկությունները ներկայացնել այսօր։ Նախ պետք է հասկանանք ինչ են ուզում մեզանից այդ որ առարկություն ներկայացնենք, հենց հասկանալ չի։ Հիմա գործող հայցի առարկայի հիմքի հետ կապված, եթե հարցեր ունեք, ներկայացուցիչը նշեց, որ պատրաստ է, որպեսզի մենք հարցերը քննարկենք, կարող եք այդ հարցերը տալ։ 92 միլիոն դրամի հետ կապված հարց ունեմ, ես ուզում եմ հասկանալ
Շատ լավ, տվեք։ Տիկին Արտասյան, կարող պատասխանել դրան։ Նկատի ունեք դրամական պահանջի երկու բաղադրիչները, պարոն Բարսեղյան։ Այո, ընդհանուր այնտեղ երկու մասի է բաժանել, բայց ընդհանուր 92 միլիոն 650,000 դրամ։ Դուք կարիք ունեք մանրամասը նշելու, թե գումարային առումով ինչից է ձևավորվել, թե եթե ուղղությունները նշեմ, դες համար հասկանալի կլինի։ Ասենք 92 միլիոն, այդ ինչ գումար է։ Պարոն Բարսեղյան, 92 միլիոնը բազմաթիվ գործարքների արդյունքում է ձևավորվել, որոնք հայցադիմում մատնանշված են։ Հիմա եթե 92 միլիոն չէ, բոլոր գործարքները, որոնք որ այսպայն գործող հայցադիմումը պարունակում է, մատնանշված են։ Հիմա եթե ցանկություն ունեք, որպեսզի բոլոր գործարքների վերաբերյալ հերթով քննարկենք, ես խնդիր չեմ տեսնում, կարող ենք սկզբից քննարկել։ 95 թվականի նվազագույն սպառողական զամբիով 94 թվականի ներողություն նվազագույն սպառողական զամբիով ծախսը հաշվարկված։ Գործող ուսումնասիրության ժամանակահատվածը երբ ցածրացվում։ Նշեմ։ 2003 թվականի ապրիլի 20-ից եթե չեմ սխալվում։ Չէ, ապրիլի։ Ուսումնասիրության ժամանակահատված, որ ուսումնասիրվող ժամանակահատվածի մասին է, չէ՞ խոսքը։ 25 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացվել ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու, այն է 2003 թվականի ապրիլի 30-ից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2003 թվականի ապրիլի 30-ին իրավասու մարմնի տեսակետով պայմանավորված եղել է եւ հաշվարկով պայմանավորված եղել է ենթադրաբար առաջին ապօրինի ծագում ունեցող գույքը։ Հիմա ըստ գործարքների այդ թվականից կարող ենք նայել առաջին ապօրինի ծագում ունեցող գույքը վերաբերել է 93 թվականին 2003 թվականին ներողություն Հակոբ Բարսեղյանի կողմից ձեռք բերված Արարատ վետի շրջանցող փողոց 10 անշարժ գույքը 2 միլիոն 200,000 դրամով, որի վրա որոնումների ու ծախսեր են կատարվել։ Ժամանակահատվածը 2003 թվականի ապրիլի 30-ից 94, 99, ինչ ուսումնասիրություն է կատարվել։ Ուսումնասիրությունը կատարվել է ի սկզբանե հայցքորին հայտնի բոլոր տեղեկությունները հավաքագրելով, իսկ ուսումնասիրվող ժամանակահատվածը, պարոն Բարսեղյան, այն ժամանակահատվածն է, որի սահմանման արդյունքում հայցքորը հնարավորություն ունի բռնագանձել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք, այսինքն ուսումնասիրվող ժամանակահատվածը վերաբերում է գույքին։ Ուսումնասիրության ժամանակահատվածից դուրս լիազոր մարմին ուսումնասիրություն անելու լիազորություն ունի։ Ուսումնասիրություն իրականացնելու լիազորություն ունի, այո, բարձելու բոլոր եկամուտները եւ ծախսային ուղղությունները։ Ինչի համար է սահմանում ուսումնասիրության ժամանակահատված, այնա օրենքով ասում են մինչև 91 թիվը կարող գնա, երբեք ժամանակահատված սահմանում ուսումնասիրության, եթե ուսումնասիրության ժամանակահատվածից դուրս կարող են ուսումնասիրություն անել։ Պարոն Բարսեղյան, օրենքը նախատեսում է հետևյալ կարգավորումը, որ ուսումնասիրող ժամանակահատվածը 10 տարի է, բայց 91 թվականի սեպտեմբերի 21-ը կարող է իրավասու մարմինը մինչև ուսումնասիրող ժամանակահատված սահմանել, եթե ձեռք բերված տվյալներով արկա է կասկած, որ դրանից վաղ ժամանակահատվածում արկա է ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրան ուղղված ապացույցները պահպանված են։ Այսինքն սահմանվել է 94 թվականը մինչև որ դուք սկսեցիք 94 թվականից։ Ես գործարքներն էի նկարագրում, բայց տեսեք 2003 թվականից է, 2003 թվականից կարող ենք ծախսային ուղղությունները միասին նայել։ Հիմա ընդունում ենք, որ մինչև 2003 թվականը դուք ուսումնասիրություն եւ աշխատանելու լիազորություն չունեք, որտեղ ձեր ուսումնասիրության ժամանակահատվածը սկսում է 2003 թվականի ապրիլի 30-ից։ Ոչ, որովհետև իմ պարզաբանումը հենց ուղղված էր նրան, որ ուսումնասիրության ժամանակահատվածից առաջ էլ իրավասու մարմինը իրավունք ունի հավաքելու ապացույցներ,
բոլոր եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ։ Իսկ ուսումնասիրվող ուսումնասիրվող ժամանակահատվածը պարոն Բարսեղյան վերաբերում է գույքի բռնագանձմանը, այդ մասով նաեւ Սահմանադրական դատարանն է անդրադարձել դիրքորոշմանը եւ ՍԴՎ 1076 որոշմամբ հստակ ամրագրել է, որ իրավասու մարմինը կարող է նաեւ ուսումնասիրություն իրականացնել պաշտոնատար անձի դեպքում պաշտոնավորման ժամանակահատվածից առաջ, որպեսզի հասկանա մեկնակետում այն ժամանակահատվածում, երբ պաշտոնիստ անձնել է ինչ եկամուտներ են առկա եւ հանցանքից առաջ ընկած ժամանակահատվածում, որպեսզի կրկին հնարավորություն ունենա ֆիքսելու այդ ժամանակահատվածում օրինական եկամուտների չափը։ Լավ, ժամանակահատվածից դուրս իրան ունենք հիմա ասեք պիտի 94 թվականից սկսած ինչ աշխատանք է կարել այդ գումարները ինչ կարող Ասեք բան։ Դուք ասեցիք գործարքներ, գործարքները հիմնականում ուղարկված են ձեռբերման գործարքներ։ Ձեռբերման գործարքի արդյունքում ձեր հետևությունները վերաբերում են գույքը ապօրինի որակելու, ապօրինի ծախսն ունեցող գույք որակելու, բայց Բարսեղյանի հաստատումը գումարային գիներ վերաբերում, որը որպես կանոն առաջանում վաճառքի դեպքում։ Ես չեմ կարծում, որ դրանք անպայման համարեն մեկ-երկու օրինակ կասել, ինչ ծավալ։ Ես հարցը հասկացել եմ պարոն Հակոբյան, ոչ միայն օտարումից է ձևավորվում է նաև օրինակ չնույնականացվող գումար վճարումներից, որոնք որ այդ պահի դրությամբ օրինական չեն դիտարկվել ինչ-որ մասը, դա կարող է լինել կախվի եղանակով, օրինակ նվազագույն կառավարական զամբյուղին ուղղված վճարումներից, որի մի մասը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կարող է ուղղված լինել վարկի մարմիններից կամ այլ վճարումներից։ Եկեք 2003 թվին հասկանալ։ Արտակ Բարսեղյանի դատավոր Արտակ Բարսեղյանը տարեկան աշխատավարձը աշխարհի 410, փոխկապակցված անձանց հետ եկամուտների մասով 413,048 դրամ է հաշվարկված։ Ինչ վերաբերում է ծախսային ուղղություններին, 2003 թվականին նվազագույն սպառողական զամբյուղին ուղղված ծախսերը 1,235,422 դրամ է կազմել, որից օրինական դիտարկվել է 337,408 դրամը, այսինքն տարբերությունը ըստ էության ձևավորվել է չնույնականացվող գումար, այսինքն ծախսը, որը հետագայում կուտակվում է մնացած գործարքների արդյունքում։ Ձեռքբերումներին բնականաբար չեմ անդրադառնում, որովհետև ձեռքբերումների մասով ինքը գույքն է դիտարկվում արդեն ապօրինի եւ դրամական պահանջի մեջ չի կարող մտնել, եթե հետագայում չի օտարումի ստացված եկամուտը չենք դիտարկում։ Ինչ վերաբերում է մնացած գործարքներին 2004 թվականին կրկին կա նվազագույն սպառողական զամբյուղին ուղղված ծախսեր, բայց այս մասով հիմնավորվել են օրինական եկամուտներով։ Ձեռքբերումներն են սեփականաշնորհումը 2005 թվականին նվազագույն սպառողական զամբյուղին ուղղված։ Ինչը որ գրված է, դա կարդում ենք հասկանում ենք, խնդրում ձեր այդ որ սկսեցիք 94 թվականից այդտեղից առաջացած ապօրինի ծագված եկամուտ եք ոնց որ հաշվել այդ թվականներին էլի ոնց է առաջացել է։ Պարոն Բարսեղյան, ձեր կողմից հնչեցված հարցին պատասխանելու համար մենք առանձին ֆորմատով պիտի Excel ֆայլ ձեզ տրամադրենք, որտեղ կերևա այդ գումարը ինչից է առաջացել, որովհետև հիմա ես կարող եմ հնչեցնել վճարում, բայց այդ վճարումները ոչ թե մի վճարում է, այլ օրինակ 10-15 վճարումների արդյունքում է։ Հիմա չեմ կարող հատիկ ասել, որ վճարումից ինչքան չի հիմնավորվել, ինչքան է մտել դրամական պահանջի մեջ։ Տիկին Արտաշյան հարցը ուրիշի մասն է, 94-ից մինչև 2003 թվականները կան արդյոք գույքեր կամ վճարումներ կամ հետագայում վաճառքներ այդ գույքերի, որոնց արդյունքում դուք դիտել եք դա ապօրինի։ Մինչև 2003 թվականին կա արդյոք գույքեր, որոնք որ դուք հետագայում մինչև 2003 թվականը, քանի որ չեք կարող բռնագանձել, քանի որ դուք նշեցիք, 2004 թվականին կա արդյոք մի գույք, որը որ ձեռք էր բերվել 94-95 թվականին վաճառվել է եւ դուք դա դիտացնում եք որպես ապօրին ծագում ունեցող գույքի ստացած միջոց։ Կամ բացասական սալդոն էլ։ Կամ օրինակի համար, այո, որ բացասական մնացորդ է լինում։
Հարգելի դատան, այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, իմ դիտարկմամբ պիտի որ չլինի, բայց վստահ պատասխանելու համար ես կարող եմ այդ Excel ֆորմատով տալ ֆայլը, որտեղ հստակ երևում է, թե մեր կողմից դրամական պահանջը առանձին 77 միլիոնը և 14 միլիոնը ինչից է ձևավորվել, եթե կարիք կա, կարող ենք գործարքներից առանձնացնել միայն դրամական պահանջը այդպես տրամադրել, որովհետև բազմաթիվ են գործարքները ես Տիկին արտասանքի ուրեմն դուք սկզբունքը ներկայացրեք, թե քանի որ երկու բաղադրիչից է բաղկացած այդ գումարները, մեկը որպես եկամուտների և միջոցների մնացող, մյուսը, որը չի հիմնավորվում առանձին օրինական եկամուտով, այն հիմա ապօրինի եկամուտների և միջոցների մնացող, դա ինչպես է ձևավորվում, հաշվարկը ինչ սկզբունքով եք իրականացրել։ Հարգելի դատարան, ապօրինի եկամուտի և միջոցների մնացորդը գոյանում են օրինակ, եթե բանկային հաշվին այս դեպքում չկա, որովհետև բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները արտացոլված չեն, այստեղ կարող է լինել ապօրինի դիտարկված գույքերի օտարումից ձևավորված գումարը, իսկ մնացած 14 միլիոնի մեջ այն վճարումներն են ու ծախսերն են, որոնք կատարվել են մեր կողմից ենթադրաբար ապօրինի դիտարկված գումարներ օգտագործելով։ Դա կարող է լինել նվազագույն սպառողական զամբյուղին ուղղված ծախսային ուղղությունը, կարող է լինել վճարումները, վարկի մարումները և դրանից ձևավորված, այսինքն ապօրինի եկամուտներով վճարված գումարները։ Նաև նշեմ, որ սկզբունքի առումով հարգելի դատան, բոլոր տարիներին, եթե մենք ֆիքսում ենք օրինակ ապօրինի եկամուտի մնացորդ, հաջորդ տարի ինչ-որ ձեռքբերում է լինում, որը որ մի մասը օրինական, մի մասը մեր կողմից ապօրինի դիտարկված միջոցներով, այդ ապօրինի եկամտի մնացորդից նվազեցվում է և դիտարկվում է որպես ապօրինի չնույնականացվող գումար, այսինքն ապօրինի եկամտի մնացորդի թիվը տարբեր տարիներին տարբեր մեծություններ ունի և վերջում, եթե ծախսագրվում է, վերջում մնում է այդ չնույնականացվող գումարը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ժամանակը Ալցուկաները մաղարները ֆիքսիկետին են, բայց դրա կողմում 94 թվականի մասով, 2004 թվականի, եթե կան այո նվազագույն սպառողական զամբյուղի ծախսեր, որոնց մի մասը չի հիմնավորվել, դրանք նույնպես արտացոլված են։ Տիկին Արտասյան, խնդրում հստակեցնեք նվազագույն սպառողական ծախսը։ Ի վերջո դուք դա ուզում եք, թե ոչ, որտեղ հարցը այլ գործերով դուք նշում եք, որ նվազագույն սպառողական ծախսին ուղղված միջոցները ըստ էության վերջում վերջնական պահանջում դա արտացոլված չէ, ձեր հաշվարկում մասնակցում են, բայց որպես պահանջ արտացոլված չէ։ Հիմա այստեղ արտացոլված է, թե արտացոլված չէ։ Հարգելի դատարան, որքան որ հիշում եմ արտացոլված է, բայց կրկին հստակ չպատասխանեմ այդ հարցին, որովհետև առանձին կտրամադրենք այդտեղ կերևա էլի։ Հիմա այս հարցի պատասխանը սկսելուց մենք ճշտեցին, որ 92 միլիոն վերաբերյալ այս որը պատրաստում այս վրա պատասխանել։ Բայց ոչ մի պատասխան տանը ես չեմ պատասխանում, չեմ հասկանում 92 միլիոնը ինչն է, ինչին գումար է անել բազմապատկի, որ ստացել է 92 միլիոն։ Դրա մասով ես պատրաստականություն հայտնեցի, տրամադրել հաշվարկը։ 99 թվականից մինչև 2023 թվականը աշխատել եմ դատավոր։ Վերջի վերջո դատախազությանը հնարավոր եղավ պարզել այդ 24 տարիների ընթացքում մենակ ինձ ստացած աշխատավարձը ինչքան գումար է կազմում։ Ամեն տարի Առաջին դատական նիստին ես այդ հարցը տվել եմ, ասել եմ ձեր հայցի ապահովման միջնորդության մեջ գրել եք, որ իմ և իմ ընտանիքի անդամների եկամուտը օրինական կազմել է 69 միլիոն դրամ։ Դրանից հետո ձեր մոտ խնդրեցի, ասել, դուք ավելի շատ հնարավորություն ունեք իմ ստացած աշխատավարձը պարզելու, քանթի ես։ Հիմա գոնե պարզել եք այդ 24 տարիների ընթացքում ես ինչքան աշխատավարձը մենակ ստացել, մենակ ես։ Պարոն Վարսակ,
Բարսեղյան, մեզ հայտնի աշխատավարձի վերաբերյալ տվյալները դուք հնչեցրեցիք, ես հիմա միայն ձեր մասով չունեմ առանձին հաշվարկ, որպեսզի ներկայացնեմ, թե կոնկրետ դուք ինչքան եք ստացել, բայց մենք մեզ մոտ առկա տվյալներով 69 միլիոն ձեր կողմից հնչեցված թիվն է։ Ես մի հարց մի արձագանք կներեք հայտարարագրերը, որոնք օրենքով սահմանված կարգով մենք ներկայացրել ենք համապատասխան լիազոր մարմին, դուք դրանք որպես օրինական փաստաթուղթ ընդունում եք, թե չեք ընդունում։ Աշխատավարձի մասով նկատի։ Այո, եկամուտների հենց։ Պարոն Բարսեղյան, դրանք համադրվում են մեզ մոտ առկա տվյալների հետ։ Հիմա հնչեցնում եմ, չէ, պատասխան, որ մեզ մոտ առկա տվյալներով ձեր աշխատավարձի թիվը կազմել է այդքան։ Հիմա բանկային գաղտնիք կազմող տվյալներով առնվազն 2010 թվականից սկսած աշխատավարձի վերաբերյալ տվյալները արտացոլվում են։ Հիմա 2012 թվականից պետական եկամուտների կոմիտեն է տալի տվյալներ, մինչև 2012-ը աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը։ Հիմա բանկային գաղտնիք կազմող տվյալները եւ մեզ մոտ առկա պետական այլ մարմնի կողմից տրամադրված տվյալները համադրվում են, եթե նույնական են, բնականաբար կամ եթե բանկային գաղտնիք կազմող տեղեկություններով մի փոքր ավել է լինում, մենք հիմք ենք ընդունում արդեն այդ փաստացի ստացած է։ Այսինքն բոլոր տվյալները համադրվում են, նոր արտացոլվում են հայցել։ Դատախազությունը որ լիազոր մարմնից է փորձել ճշտել, պարզել 99 թվականից ինձ ստացած աշխատավարձի չափը, որ չի կարողացել գտնել այդ տվյալները։ 94 թվականից հաշվարկված է։ Չէ, ես 99-ից եմ դատավոր աշխատել։ 99-ից էլ է հաշվարկված։ Աշխատավարձ։ Ասում եմ, որ պետական մարմիններին եք դինել, իմ ստացած աշխատավարձի չափի վերաբերյալ, այսինքն իմ գոնե օրինական եկամուտը աշխատավարձի տեսքով, որ պարզեի, ես ինչքան գումար եմ ստացել, դրանով ինչ եմ առել, հերիքում էր իմ գումարը, թե չէ հերիքում։ Կոնկրետ ձեր մասով և բոլոր այն անձանց մասով, որ մենք դիտարկել ենք փոխկապակցված անձ, հարցումներ իրականացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պետական եկամուտների կոմիտե և օրինական եկամուտների վերաբերյալ տվյալները ստացվում են նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ուսումնասիրությամբ։ Ես կարծում եմ դատարան անձամբ կներեք վիճռաբեկ դատարան իմ ստացած աշխատավարձերի մասին տեղեկություն ստանալու պատասխանել են, որ 14 թվականից ենք տրամադրում, մինչև այդ բոլոր տարիների աշխատավարձը ազգային արխիվում է։ Դուք ազգային արխիվ հարցում արել եք, թե չեք արել։ Հայցինքից նյութերում պիտի նայեմ, պարոն Բարսեղյան, որքանով որ հիշում եմ, չեք արել։ Խի որ իմ աշխատավարձը 2000 թվականին գրիք 226,000, հաջորդ տարի 235,000 դրա համար։ Պարոն Բարսեղյան, եթե թվի հետ համաձայն չեք աշխատավարձի և գտնում եք, որ սխալ է հաշվարկվել, ոչինչով կաշկանդված չեք, որպեսզի ձեր թիվը ներկայացնեք։ Մենք բնականաբար դա վերանայենք։ Ուղղակի վիրավորված եմ, ինչի համար։ Պետական մարմինը ավելի շատ հնարավորություն ունի իմ եկամուտները պարզելու։ 3 տարի ոչինչ չանելով, հիմա էլ եկել ենք 4-րդ տարին ամիսը մենք գալու ենք հաշվարկ չունենալով վերջի վերջում ենք էլ ենք մարդ, տարիք, առողջություն, ինչ է տեղի ունենում։ Ասեք պարոն Հակոբյան։ Ասացի, եթե դիտի հետ համաձայն չեք, ես ուզում եմ ուղիղ հարցնեմ, դուք այդ թվի հետ համաձայն եք, որ 2002 թվականին դատավորի աշխատավարձը կարող էր կազմել 238,000 դրամ։ Դուք հրետորական հարց եք հնչեցնում, թե պատասխան եք ակնկալում։ Չէ, ես պատասխան եմ։ Ինչ տվյալներ ունեցել եք մեր տիրապետության տակ, այդ թվերներ հաշվարկված են։ Շատ լավ, օրենքը պատշաճ ինֆորմացիայի աղբյուր հանդիսանում է թե ոչ։ Հարցը չեմ հասկանում հայցինք և առարկայի պարզն կապակցությամբ։ Դա պարզ է,
Աշխատավարձի մասով է Տիկին Արտաշեսյանը դատավորի աշխատավարձը սահմանվել է և սահմանվում է այժմ են օրենքով։ Ճիշտ է օրենքով այդ հաշվարկային մեխանիզմի վրա կիրառվում էին գործակիցներ, ստաժից ելնելով բայց անգամ օրենքով է նվազագույն հաշվարկային մեծությունը, որ պատմում են 12-ով, ակնհայտորեն մի քանի անգամ գերազանցում։ Գիտեք ոնց, ստացվում է ամսական 20,000 դրամ։ Գիտեք ոնց, մի հատ թողնգերներով լինի, թղթակից մի հատ որ տենց մի հատ բանում հայտարարություն անի, կասեմ դեր լավ, մի օրենքը չգիտի ես մարդը, ինչ-որ տվյալ տեսել է մի տեղ կրկնում է, բայց դատախազությունը ոնց է նման մանացում, ես դա չեմ կարող ընկալել։ Լավ, ինֆորմացիա չկա, չի պահպանվել, եթե ինֆորմացիա չլինելու հանգամանքը մեր բոլորից համար պարզ է։ Օրենքն էլ ընդեղ է, բայց լավ, մի հատ չեմ ուզում հայտարարագիրը նայենք, ընդեղ դրած է օրինակ 2,365,467 դրամ։ Այս մարդը այս աշխատավարձի գումարը որտեղից է գրել իր հայտարարագիրը։ Ասենց ճշգրիտ էլի դրամի ճշգրտության։ Հաշվապահության բոլորիս մոտեղ այդպես է։ Վստահ եմ ինքել եք այդպես լրացում հայտարարագիրը։ Հաշվապահությունից տալիս են հստակ թիվ դրամի ճշգրտության, նույնությամբ գրում ենք անում չէ հայտարարագիրը։ Հիմա հարցը կայանում է նրանով, ինչի օրենքով չենք հաշվարկել աշխատավարձը։ Չեմ ուզում նման կերպ տալ հարցը, ուզում եմ տալ հետևյալ կերպ, որպեսզի նոր ակնկալվող հաշվարկների վերաբերյալ նոր հարցերը մեր մոտ չառաջանան, ուզում եմ հարցնեմ, դուք ընդունելի համարում եք արդյոք հայտարարագրերի թվերը ընդունել որպես աշխատավարձ։ Պարոն Հակոբյան, այդ հարցին պատասխանեցի, որ հայտարարագրի թվերը համադրվում են այլ տվյալների հետ։ Այլ տվյալ չկա։ Ես ձեր Համապատասխան Մարմինը ասում է չգիտեմ, չի պահպանվել։ Ես եմ հասկանում եմ, բայց ձեր կողմից բարձրացված օրենքի մեթոդաբանության, որպեսզի մենք հաշվարկենք, դա կրկին փաստացի ստացված աշխատավարձի չափը հայտնի չի դարձնում իրավասու մարմնին, որտեղ փաստացի ստացած աշխատավարձի չափը կարող է շատ տարբեր լինել պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Հիմա դրանով հանդերձ մենք համադրում ենք բոլոր թվերը մեր կողմից ստացված այլ տվյալների հետ։ Հիմա դուք նշում եք ուղիղ հայտարարագրի թիվը հիմք ընդունում եք թե ոչ, ասում եմ ըստ փաստական հանգամանքների պիտի համադրվի, եթե գտնենք որ արժանահավատ թիվ է, բնականաբար ընդունելի կհամարենք։ Ուզում ճիշտ հասկացվի, հարցերս ուղղված են նրան, ինչու եք այսպես արել։ Հարցերս ուղղված են նրան, որ հետո հնարավորինս շուտ տվի։ Տիկին Արտաշեսյան, հարցը հետևյալն է, ձեր նոր հաշվարկով, որ նախատեսում եք ներկայացնել, արդյոք այս հարցը արդեն իսկ փակված է, թե ներկայացնելու եք նույն թիվը։ Հարգելի դատարան, քանի որ հաշվարկը դեռևս ամբողջական չէ, ես չեմ կարող ասել, որ տարեթվին ինչ թիվ է փոխվել, բայց բնականաբար այնտեղ կան բանկային գաղտնի կազմող տեղեկություններ, ինչ վերաբերում է պարոն Բարսեղյանի կողմից։ Տիկին Արտաշեսյան, խոսքը բանկային գաղտնի կազմող տեղեկություններ չէ, որովհետև խոսում ենք 2000 թվականի մասին, 99 թվականի մասին։ 99 թվականին 2007։ Այո, 99 թվականին եք բանկային գաղտնի Հիմա կազմող մինչև բանկային գաղտնի կազմող տեղեկություններ ունենք, մինչև 2007-ի մասով հստակ չեմ ասում, որտեղ հնարավոր է 2006-ի, 2005-ին լինի, դա հավելել կնայենք, 2004-ից առնվազն սոցիալնախարարությունը տալիս է հստակ տվյալներ, 99-ից 2004-ի մասով ես պատրաստակամություն հայտնում եմ աշխատավարձի մասով վերանայել, եթե մի հարց է դրա հետ կապված, ասում եք տեղեկատվություն չի պահպանվել, դրա համար հաշվել ենք նվազագույն աշխատավարձով, թե միջին աշխատավարձով։ Իսկ 99 թվի տվյալը որտեղից եք կարծրել։ Ինչ տվյալը աշխատավարձի նկատի ունեք։ 99 թվի տվյալը 50,000 եք սխալ գրել, 1,107,000-ի փոխարեն գրել եք 1,57,000, բայց 2000-ին դառնում է 200 քանի հազար դրամին տարվա աշխատավարձը։ Եթե չի պահպանվել բազա, պետք է 99-ն էլ պահպանված չլինի,
Որտեղից եք։ Դա միայն ձեր աշխատավարձը չի, պարոն Բարսեղյան։ Դա միայն ձեր եւ ձեր հետ փոխկապակցված անձանց 99 թվականին իմ հետ փոխկապակցված անձանցից ոչ մեկը չի աշխատել։ Եկամուտ չի ունեցել։ Հավելյալ աշխատավարձի մասով 99-ից 2004-ին ես պատրաստականություն հայտնում եմ Չէ, իմ այդ հարցին պատասխանել։ Լավ, ընդունենք բազան չի պատմավել։ 99 թվի աշխատավարձի չափը որտեղից եք վերցրել, որ միջին աշխատավարձով չեք աշխատում։ 1,57,000-ը որտեղից եք վերցրել։ Ես նշում եմ մեզ մոտ առկա տվյալներով, հիմա հայցադիմում նայում եմ Արտակ Բարսեղյանի եւ իր հետ փոխկապակցված անձանց եկամուտն է։ Հիմա եթե նշում եք, որ չեն աշխատել, այդ մասով պիտի հավելյալ նայեմ։ Եթե այլ անձինք չեն աշխատել, ինչպես է 1,90,000։ Այսինքն եթե իմ հետ փոխկապակցված անձանց աշխատավարձներ են գումարել դրան, այդ բազար թվին միանգամից բոլորը գործից դուրս են եկել 1,57,000-ը դարձել է 226,000։ Պարոն Բարսեղյան, ես նշեցի աշխատավարձի մասով կվերանայեմ։ Ես կնայեմ, որ ձեր հարցերին կպատասխանենք։ Հիմա այս բանը չեմ կարող նշել։ Ինչպես է 1,57,000, ինչպես է։ Հարցին այդպես չպատասխանեցի։ 1,57,000-ը որտեղից, որ բազայից եք վերցրել։ Չեմ կարող այս հարցին այս փուլում պատասխանել։ Այսինքն դուք այդ բազան պետք է ունենայիք, որ այդ աշխատավարձը երևար։ 99 երևում է այդ։ Ես պատասխանեցի հավանաբար փոխկապակցված անձանց աշխատավարձի չափն է հաշվարկված։ Հիմա հավելյալ գնայեմ, դրս կասեմ։ Տիկին Արտաշյան, հաշվի առնելով, որ դուք կրկին ժամկետ եք ուզում, որպեսզի հայցի առարկան եկումի հստակեցնեք եւ նաեւ տրամադրեք էլեկտրոնային ֆայլը հաշվարկի, դատանը նաեւ ձեզնից պահանջում է, որպեսզի հաշվարկի տրամաբանությունը առանձին դիրքորոշմամբ ներկայացվի, որպեսզի մինչև հաջորդ դատական նիստը կողմը կարողանա հասկանալ, թե յուրաքանչյուր տողում կամ յուրաքանչյուր հաշվարկի հիմքում ինչ սկզբունք եւ ինչ տրամաբանություն է դրված։ Անգելի դատական եւս երկու հանգամանք կա, որ այս դատական նիստին ավելացավ մեր աշխատանքին, դա հաշվարկի մեթոդաբանությունն է եւ նաեւ պատրաստականություն հայտնեցինք 99-ից 2004 թվականի աշխատավարձի մասով վերանայում իրականացնել, դրա համար իմ նշած սկզբանե նշած ժամկետին կխնդրեմ եւս 10 աշխատանքային օր ավելացնել։ Շատ լավ, դատանը ձեզ տալիս է մինչև Այսինքն ընդհանուր քանի որ անհրաժեշտ է բոլոր աշխատանքները անելու։ Ես ի սկզբանե 10 օր նշեցի հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին այս փուլում հաշվարկները արդեն վերջնական փուլում էին, բայց քանի որ եւ աշխատավարձի մասով հավելյալ ճշգրտման անհրաժեշտություն կա եւ նաեւ դատանը նշեց, որ հաշվարկների մեթոդաբանության վերաբերյալ առանձին գրավոր տեսքով պիտի նաեւ կից դա ներկայացվի, դրա համար 10 աշխատանքային օր եւս դրա համար խնդրեցի։ շատ լավ, մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ ներկայացնեք հաշվարկը ու մեթոդաբանությունը նաև հայցառական հիմքի փոփոխության միջնորդություն եթե այդպեսին լինի եւ հաջորդ դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը դեկտեմբերին հաշվառնելով, որ դատարանը նոյեմբերին արդեն ծանրաբեռնություններ ունեն ու նաև ամենամյա վերապատրաստումների եմ մասնակցել նոյեմբերի վերջին շաբաթը։ Սրանով պայմանավորված հաջորդ դատական նիստը
դեկտեմբերի 11 Դեկտեմբերի 11 ժամը 1:30 Հարգելի դատան հնարավոր չէ երկուսին նշանակել գոնե ուղղակի հաջորդ նիստը 3:30 է, որպեսզի կարողանանք գոնե 2 ժամ աշխատենք 1:30 1:30 դեկտեմբերի 11 1:30 Հարմար է։ Այո։ Ձեզ հարմար է պարոն Բարսյան։ Հաջորդ դատական նիստը նշանակվում է դեկտեմբերի 11-ին ժամը 13:30 դատական նիստը հայտարարում եմ փակված։